Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի եւ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն։ Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նրանց 3 ձերբակալել ու բերման էին ենթարկել հակակոռուպցիոն կոմիտե։ Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան, հաշվի առնելով նրա անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։ Ավելի ուշ դատարանը միջնորդությունը մերժել էր։ Հերթական մահվան դեպքն է գրանցվել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Կառույցի մամուլի խոսնակը հաստատել է 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան մասին ավելի վաղ տարածված լուրերը։ Շամշանքոմի տեղեկություններով մահն արձանագրվել է ժամը 16-ի սահմաններում, երբ զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին է եղել։ Աղբյուրը նաև հայտնում է, որ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից։ Դեպքի փաստով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սիրելի հայրենակիցներ, Ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը առաջնահերթ կարգով քննելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղը տեղի է ունենալու Կարապետյանի դեմ բացված գործերով առաջին բաց դատական նիստը։ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարի փաստաբանները պնդում են, որ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժի լիդերը զրկված է թիմակիցների հետ ներկուսակցական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից, քանի որ տնային կալանքում է շփման շրջանակը խիստ սահմանափակված է։ Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետեւ կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չողջունելու Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքից հետո սկսված հետապնդումները փաստաբանները քաղաքական են շարունակում համարել եւ շեշտում են, որ մի քանի գործերը, որոնք իրավապահ մարմինները բացել են ազգային բարերարի դեմ, մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել եւ այդ մասին արդեն կան դատական ատյանների որոշումներ։ Վճռաբեկ դատարանը այս քաղաքական հետապնդման պայմաններում ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ կոչի դրվագի հետ կապված կարծում եմ միայն բոլորի մոտ ժպիտ է առաջանում, որովհետև մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Հիմա այս 3 մեղադրանքների տեսանկյունից ամփոփելով ընդգծենք մեկի վերաբերյալ վճռաբեկ դատարանը ասել է գործը կարճեք, դադարեցրեք վարույթը, մի զբաղվեք դրանով, ամոթ է։ Մյուս դրվագի վերաբերյալ ասել է շատ ցածր է ենթադրյալ հիմնավոր կասկածը, եթե չեք կարողանում ամրապնդել կրկին դադարեցրեք հետապնդումը, մի ծանրաբեռնեք հակակոռուպցիոն դատարանը։ Իսկ կոչի դրվագի վերաբերյալ քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո ինչ ասենք, այստեղ իրավաբանությունը ընդհանրապես չի գործում, կարող ենք պարզապես փակել ամբողջ իրավաբանությունը ընդհանրապես։ Իդեպ այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է տնային կալանքում գտնվող ազգային բարերարը տեսանկարահանել իր շաբաթօրյա ուղերձը։ Կադրերում երևում է, որ նկարանող խմբի դերում Կարապետյանի ընտանիքի անդամներն են, նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։ Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա 2 օրվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգները մեծ առաջընթաց է գրանցել Իրանի հետ բանակցություններում։ Սրանք էլ երկրի փոխնախագահ Ջեյդի Վենսի խոսքերն են։ Նա նշել է, որ գնդակ Իրանի դաշտում է, երբ խոսքը վերաբերում է բանակցությունների երկրորդ փուլի անցմանը։ Քանի դեռ բանակցություններ չկան, նահանգները շարունակում է շրջափակման մեջ պահել Հորմուզի նեղուցը։ Իրանական նավահանգիստների ԱՄՆ-ի շրջափակմանը մասնակցում են ավելի քան 10,000 ամերիկացի զինծառայողներ, ավելի քան 1 տասնյակ ռազմանավեր եւ տասնյակ ինքնաթիռներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Այս ընթացքում էլ ըստ երկրի տվյալների ոչ մի նավ չի կարողացել անցնել Իրանի նավահանգիստների շրջափակումը, իսկ 6 առևտրային նավեր կատարել են հետ դառնալու հրամանը։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են ուղիղ բանակցություններ անցկացնել Վաշինգտոնում երկու կողմերի միջև տեղի ունեցած արդյունավետ քննարկումներից հետո, հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լայտերն էլ ողջունել է բանակցությունների ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումը, նշելով, որ երկու երկրները նույն կողմում են։ Մենք միասնական ենք Լիբանանի, Իրանի կողմից վերահսկվող օկուպացիոն ուժերից, Հեզբոլահից ազատագրվելու հարցում, նշել է դիվանագետը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում լիբանանյան պետության հզորացումը սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխան վերահսկողությունը վերականգնելու համար, Հեզբոլահի զինաթափումը, երաշխիքներ, որ լիբանանյան բանակը կստանձնի երկրի տարածքի եւ զենքի վերահսկողությունը, ինչպես նաեւ հարավային Լիբանանում անվտանգության բուֆերային գոտու ստեղծումը անդրսահմանային հարձակումները կանխելու համար։ Լիբանան-Իսրայել բանակցությունների մեկնարկին զուգահեռ Հեզբոլահը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսային 13 քաղաքներ։ Россия и Китай играют, как я уже сказал, стабилизирующую роль. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստան այցից հետո մամուլի ասուլիսում պարզաբանել է, թե ինչ հարցեր են քննարկել Չինաստանի արտգործնախարարի հետ։ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմը պահպանում եւ ավելին ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն ռուս-ամերիկյան հարաբերությունները սառեցված չեն։ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն առաջ է մղում Ուկրաինայի մասնակցությամբ նոր ռազմական դաշինքի գաղափարը, առանց ԱՄՆ ներկայության հնարավոր չի լինի հակամարտության կարգավորումը։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է Եվրամիության արագ ռազմականացման մասին, պնդելով, թե Բրյուսելը փորձում է Սերբիան դարձնել Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի։ Անդրադառնալով Իրանի հակամարտությանը, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է. Մոսկվան կընդունի ցանկացած լուծում, որը կառաջարկի Թեհրանը։ Լավրովը նաև քննադատել է այս հարցում Եվրոպական միությանը, այն որակելով որպես ամենավնասակար դերակատար ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման հարցում։ Авантюр, которые подрывают мировую экономику, мировую энергетику.